Մորը տնից դուրս հանեցին, բայց նգուղի գաղտնիքը բոլորին շոկի ենթարկեց։ Հորդառատ անձր էր գալիս։ 82-ամյա Մարիամը հին ճամպրուկով կանգնած էր տան դռան առաջ։ Նրա երկու որդիները վաճառել էին տունը, ասել էին. «Այստեղ այլս քեզ համար տեղ չկա»։ Մարիամը ոչինչ չասաց։ Նա միայն նայեց այն տան պատերին, որտեղ անցկացրել էր իր կյանքի 50 տարիները։ Հետո դանդաղ հեռացավ։ Այդ գիշերը նա անցկացրեց էժան հյուրատանը։ Արցունքները լցվել էին աչքերը, բայց նա ավելի շատ զարմացած էր իր երեխաների վերաբերմունքից, քան տխուր։ 3 օր անց տան նոր գնորդը, նգուղը վերանորոգելիս, նկատեց երկաթե դուռ, որը թաքնված էր հին դարակների հետում։ Երբ բացեցին դուռը, գտան հին մի սնդուկ։ Սնդուկի մեջ կային տասնյակ նոթատետրեր, փաստաթղթեր, նամակներ։ Ամենագարոր նամակը հասցեագրված էր Մարիամին։ Հետաքրքրված նոր գնորդը գտավ նրան, հանձնեց նամակը։ Մարիամի ձեռքերը դողում էին։ Նա բացեց նամակը։ Նամակը նրա ամուսնուց էր, որը մահացել էր 15 տարի առաջ։ Եթե մի օր մեր երեխաները քեզ մենակ թողնեն, բացիր այս սնդուկը։ Տարիներ առաջ ես քաղաքի շրջակայքում մի քանի հողատարածք էի գնել։ Դրանց փաստաթղթերը սնդուկի մեջ են։ Բոլորը քո անունով են գրանցված։ Մարիամը չէր հավատում իր աչքերին։ Մի քանի օր անց մասնագետներ գնահատեցին հողերի արժեքը։ Դրանց արժեքը գերազանցում էր 30 միլիոն դոլարը։ Լուրը շատ արագ տարածվեց։ Որդիները, որոնք իրենց մորը տնից դուրս էին հանել, կրկին հայտնվեցին նրա մոտ, ծաղիկներով, նվերներով, կեղծ ժպիտներով։ Բայց այս անգամ Մարիամը միայն նայեց նրանց, ասաց. «Երբ աղքատ էի, ես ձեր մայրն էի։ Հիմա, երբ հարուստ եմ, ես ձեզ համար օտար եմ»։ Նա իր հարստության մեծ մասը ծախսեց տարեցների խնամքի կենտրոն կառուցելու համար, որպեսզի ոչ մի ձեր մարդ անօգնական չմնա։ Տարիներ անց կենտրոնի մուտքի վրա գրված էր. «Բարությունը ավելի արժեքավոր է, քան ցանկացած ժառանգություն»։ Եվ դա մի դաս էր, որը նրա երեխաները երբեք չմոռացան։ Cœur rouge